Hürmetli Türkiye Prezidenti Aziz qardaşım Recep Tayyip Erdoğan, Մայիսի վերջին Բաքվի բռնապետ Արևմտյան Ադրբեջան կեղծ թեզը դրոշակ դարձրած շարունակում է պահանջատիրոջ ամբիոնից խոսել ադրբեջանցիների իբրև իրենց տարածքներ վերադարձի մասին, մատնանշելով թյուրքական ժողովուրդների հանդեպ հայ հանրության ներսում խորապես արմատավորված ատելությունը, Մեծ Հայաստանի մասին երազանքները, հայկական սահմանադրության տեքստում Ադրբեջանին եւ Թուրքիային ուղված տարածքային պահանջների առկայությունը, որոնք խոչընդոտում են խաղաղություն հաստատելը։ Ալիևի պնդմամբ Հայաստանը հարևան երկրներին ուղված տարածքային պահանջներից հրաժարվելուց բացի պետք է նաև քայլեր ձեռնարկի ադրբեջանական հազարամյա մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ թույլատրի այդ հարցով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելության գործունեությունը։ Այս ելույթից ոգեշնչված Կովկասի մահմեդականների վարչությունը ավականունիստ է հրավիրում, որտեղ հայտարարվում է հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար, բացառիկ հակաքրիստոնեական եւ հայատյաց ելույթ։ Քրիստոնեության պատմության մասին կեղծ փաստարկներով որպես առանձին համայնք աշխարհի առաջին քրիստոնյաներ ներկայացող հայկական կրոնական կենտրոնի միակ նպատակն էր աջակցել Մեծ Հայաստանի մասին հիվանդ հայկական ֆանտազիայի իրագործմանը։ Մենք բախվում ենք մի մտածելակերպի, որը Էջմիածինն ու Կիլիկյան իրենց կրոնական կենտրոններով հազարավոր խարդախությունների միջոցով յուրացնում է այլ ժողովուրդների մշակութային եւ հոգեվոր ժառանգությունը, աշխարհին տարածում է ստերով, զրպարտություններով եւ վիրավորանքներով լի կոչեր, ինչը հեռու է քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության եւ խաղաղ հարևանության դրույթներից, անընդհատ խթանում է անհամաձայնությունն ու թշնամանք եւ կոչ է անում ռևանշիզմի ու բախման իր հիվանդ երևակայության համար։ Կովկասի մահմեդականների նիստի ընթացքում որոշվել է Երևանի մասնաճյուղ Ղազիաթ ստեղծել։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ խոսքը Երևանի Ղազիաթի վերականգնման մասին է, այն գոյություն է ունեցել ցարական Ռուսաստանի տարիներին եւ համակարգել է Երևանի նահանգում բնակվող մահմեդականների հոգեվոր կյանքը։ Մայրաթորի արձագանքը Փաշազադեի հայտարարություններին չի ուշացել։ Զավեշտալի է թվում, որ խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թվականների երկրորդ կեսին ադրբեջանցի էթնոնիմ ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելիությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ Կովկասի մահմեդականների վարչությունը ստալինյան ժամանակների ծնունդ է ըստ էության հակաշիայական կառույց, որը փաստացիորեն ղեկավարվում է Բաքվի բարբարոսական վարչախմբի աշխարհիկ իշխանության կողմից։ Այն թե ոգով եւ թե շիայական իսլամի ընկալումներով հակասում է հենց նույն այդ շիայականության պատմությանը, ավանդույթին եւ հոգեվոր կառուցակարգերին, իսկ Ալլահ շուքուր Փաշազադեն ոչ միայն չի կարող դույզնինչ համեմատվել իրանական կամ իրաքյան ազդեցիկ այաթոլլահների հետ, քանի որ արեստածին Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ շիա հոգեվորական, որը իրավասություն ունենա կրոնական հրովարտակ արձակելու եւ ընդօրինակման աղբյուր լինելու, այլ ուղղակի աշխարհիկ, այն էլ աթեիստական խորհրդային իշխանության կողմից ստեղծված վարչության պետ է բառիս ամբողջական իմաստով։ Զավեշտը ծնվում է հաջորդիվ, երբ թշնամական հոգևորական կոլաբորանտների շեփորին է միանում նաև ցավոք Հայաստանի վարչապետը, որը սկանդալային ու ոչ կոռեկտ գրառումներով հանրային նոր օրակարգ է առաջ քաշում, կրկին պայքարի ճակատ բացելով հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքով սա շատ կարևոր հարց է եւ վերագրել այն Նիկոլ Փաշինյանին կամ Փաշազադեին, թուրքերին, ադրբեջանցիներին լինելու է ինքնախապեյություն կամ խապեյություն։ Այսինքն հարցը տանել թուրք դավաճան տիրույթ նշանակելու է թերևս չփորձել խորամուխ լինել բուն խնդրի մեջ եւ հասկանալ ավելի լայն պրոցեսները։ Համաշխարհային վերաբաժանումն ու աշխարհակարգի համար պայքարը անխուսափելիորեն ներառում են դավանաքաղաքական բաղադրիչներն ու սահմանները։ Պիտի կարողանանք նաեւ
արձանագրել հաջողությունները մեր կյանքի։ Երբ Փաշինյանը բավականին աղմկոտ ձևով բացում է հայ-առաքելական եկեղեցու հետ հարաբերության թեման վերստին, ընդ որում դնելով աննախադեպ զգայուն եւ սուր հարցադրումներ, հոգեվորականների մաքրությունը գուցե ավելի շատ արժե նկատել ոչ թե Փաշազադեի օրեր առաջ հայտարարությունը, այլ այն, որ Փաշինյանը թեման բացում է ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքի հարցերի տեղակալի հայաստանյան այցի, որի շրջանակում այդ տեղակալը եղել է թե Մայրաթոռում, թե նաև հանդիպել է Հայաստանում կրոնական այլ համայնքների ներկայացուցիչների հետ։ Իսկ Փաշինյանը իր իշխանության խնդրի բերումով պետք է խաղա միջազգային տրենդների դաշտում, փորձելով բոլոր կողմերից քաղել առավելագույնը։ Դա Փաշինյանի խնդիրն է, որն իհարկե Հայաստանում կարող է արտահայտվել այսպիսի ալիքներով, բայց բուն խնդիրը շատ ավելի մեծ է ու լայն, ու չի որոշվում կամ կանխորոշվում միայն Փաշինյանով կամ Հայաստանի որևէ հնարավոր ղեկավարով, հավելում է վերլուծաբանը։ Բազմաթիվ զավեշտալի գրառումներն ամփոփվում են հետևյալ մտքով. Փաշինյանը կարծում է, որ պետությունը պետք է միջամտի ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը, ընդգծում կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Հարկ է նշել, որ վարչապետի որևէ մեղմ ասած նկատառմանը Մայրաթոռից այդպես էլ արձագանք չի եղել։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։